Վերջին հարցի հնարավորությունը Դավիթ Մամյան Armenpress. Բարև ձեզ։ Առաջին հարցը ուղղված է պարոն Միրզոյանին։ Պարոն Միրզոյան, դուք նշեցիք, որ հանդիպում եք ունեցել Եգիպտոսում ադրբեջանցի գործընկերների կամ գործընկերոջ հետ եւ նաեւ ընդգծեցիք, թե ինչ թեմաներից եք զրուցել, սակայն հավելյալ ինչ մանրամասներ կարող եք հաղորդել այդ հանդիպումից եւ հաշվի առնելով դեռևս օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես տարածաշրջանային ինչ փուլում է գտնվում այս պահին այդ ծրագրի կամ թրիփի իրագործումը եւ ինչ ակնկալիքներ ու զարգացումներ կարող ենք ունենալ մոտ ապագայում դրա շուրջ։ Շնորհակալություն եւ հաջորդ հարցս Միս Վալտոնենին, ինչպես եք տեսնում Nordic Baltic Հայաստան ձևաչափով փոխգործակցության ապագան եւ ըստ ձեզ որոնք են այն հիմնական ուղղությունները, որոնք կարող են զարգանալ եւ առաջ մղվել այս գործընկերության շրջանակներում։ Շնորհակալ եմ։ Ես սկսեմ, եթե դեմ չեք տիկին նախարար։ Իսկապես դուք ինքներդ նկատեցիք, ես արդեն ասացի, որ այդպիսի շփումներ եղել են 3, ոչ միայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի, տարբեր արտաքին գործերի նախարարների եւ պաշտոնյաների հետ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ մեծ հաշվով հնարավորություն ենք ունեցել մտքեր փոխանակել կարգավորման գործընթացի երևի ամբողջ ուրեմն ծավալի բոլոր նյուանսների վերաբերյալ ոչ շատ խորը ինչպես դա հնարավոր է անել առանձին երկկողմ ուրեմն միջոցառման ժամանակ իհարկե, բայց կենտրոնացել ենք հատկապես օրինակ հումանիտար հարցերի շուրջ, ինչ վերաբերում է փոխկապակցվածությանը, ես մեկ անգամ եւս ուզում եմ առիթ օգտագործել եւ ասել, ուրեմն պայմանավորվածությունը հետեւյալն է. Հայաստան եւ Ադրբեջանը ապաշրջափակում են միմյանց միջև տրանսպորտային ուրեմն հաղորդակցության ենթակառուցվածքները։ Հայաստան եւ Ադրբեջանը, այսինքն բոլոր ենթակառուցվածքները, հա, այն հատվածը երկաթուղու, որը անցնելու է Հայաստանի հարավով, կոչվելու է TRIP ուղի, այսինքն Trump Route for International Peace and Prosperity, հա, այսինքն ունի հստակ անվանումը, ունի սկզբունքները, ինչպես ամբողջ ապաշրջափակման դեպքում, այնպես էլ այս հատվածի դեպքում կան սկզբունքների կա շրջանակ, որոնց ներքո, որոնց շրջանակում տեղի է ունենելու այդ ապաշրջափակումը, եւ այդ սկզբունքներն են եւ քաչ հայտնի են, բայց ուզում եմ մեկ անգամ ես թվարկել տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնխելությունը, ինքնիշխանությունը, երկրների իրավազորությունը այդ ենթակառուցվածքների նկատմամբ եւ իհարկե փոխադարձությունը։ Հիմա մի հատ էլ ընդգծեմ, սա ամբողջ ապաշրջափակման այդ թվում եւ այդ հատվածին է վերաբերում։ Ես որովհետեւ սա ընդգծում եմ, որտեղ տեսնում եմ շահարկումներ այս մասով դեռ շարունակվում են մեդիատիրություն գուցե միտումնավոր որոշ շրջանակների կողմից։ Հիմա հայաստանյան երկաթուղու հատվածը TRIP ուղին պետք է դեռ շարունակվի, ուրեմն պայմանները, տեխնիկական լուծումները պետք է դեռ հստակեցվեն Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Մենք եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները օգոստոսի 8-ից հետո արդեն ջանքեր են գործադրել այս ուղղությամբ եւ դա էլ մեր հենց ամենօրյա բարեգույն իմաստով աշխատանքն է, երբ որ մենք ունենանք վերջնական ամբողջական պատկերացում, նաեւ կհանրայնացնենք այդ պայմանները, կլինի հայ-ամերիկյան համատեղ ընկերություն, որը կստանձնի ուրեմն պատասխանատվություն այդտեղ կառուցապատման եւ հետագա շահագործման ուղղությամբ վերջը բոլոր մանրամասները, որոնք դեռ պիտի հստակեցվեն, կհստակեցվեն եւ կհանրայնացվեն։ Մի հատ էլ ուզում եմ ընդգծել, այս պահին համաձայնեցված է այն, ինչ հրապարակված է, ինչ կարող եք մտնել եւ կարդալ համապատասխան Վաշինգտոնյան հռչակագրում։ Մնացածը մենք եւ Միացյալ Նահանգները միասին դեռ կաշխատենք, կհստակեցնենք, բոլոր կողմերը հետ կհամաձայնացնենք, կհանրայնացնենք եւ այդքան։ Շնորհակալություն, բայց մենք ունենք դեռ ժամանակ հարցեր։ Ներողություն։ Okay, yeah, thank you for that question. Well, indeed, the NBA is extremely useful. Nordic Baltic ձևաչափը շատ կարևոր եւ վստահ շատ բեղմնավոր կլինի նաեւ մեր գործընկերության համար Հայաստանի հետ։
Արկտիկ Բալթյան շրջանակում մենք մեր կիսակետում կունենանք մասնավորապես անվտանգության եւ դիմակայունության հարցերը վերջին ամիսների եւ տարիների ընթացքում, քանի որ այս նորբալթյան երկրներս մենք նույն ընդհանուր ոչ միայն աշխարհագրական միջավայրն ենք շատ նման, ինչպես նաև շրջակա միջավայրի եւ քաղաքական ընդհանրություններն ենք ԵՄ-ի անդամ ենք, ՆԱՏՕ-ում, բայց ինչ ենք տեսնում այս ամենի առանցքում դիմակայունությունն ու կայունությունը այս տարածաշրջանի եւ մեր երկրների յուրահատկությունը այն է, որ մեծապես շեշտադրում ենք ամեն անձի կարողությունների զարգացումը, հզորացումը, դա է իրական ամբողջական ժողովրդավարության հիմքը, թափանցիկ հասարակություն ունենալու հիմքը եւ օրվա վերջում դիմակայունությունը եւ ինքնիշխան պետություն որպես լինելը հենց սա է սրա հիմքը, այնպես ինքնիշխանություն, որը դրսից միջամտել ենթակա չի լինի։ Այս հնարավորությունը եւս ունես փոխանակելու իմ սիրելի գործընկերոջ հետ այսօր եւ մենք ուրախ ենք շարունակելու մեր ակտիվ երկխոսությունը իբրև Նորդպոլ NBA-ը Նորդպոլցյան այս գործընկերությունը մենք նախկինում շատ համագործակցություն եւ գործընկերություն ունեցանք, խնդրում եմ իմ ջերմագին ողջուններ ընդունել իմ գործընկերների կողմից եւս։ Նախարար, Thank you. Այսքանով ավարտենք։